Այսօրվա իմ ուղերձս այսպես են վերնագրել Երանի ողորմածներին Մատթեոս 5:7 խոսքում ասում է Երանի ողորմածներին, որ նրանք ողորմություն կգտնեն։ Մենք ողորմություն եւ ողորմածների մենք լսելով շատ այսպես մեզ համար ավելի պարզ լինում ողորմություն տվողը կամ ասենք ողորմություն առնողը կամ ողորմություն խնդրողը, բայց Աստվածաշունչը մեկ ուրիշ բան է խոսում սրա մասին, որ մենք լավ պետք է հասկանանք, որովհետեւ մենք ինքներս պետք է լինենք ողորմած, Աստվածաշունչը շատ կոնկրետ խոսում է սրա մասին, որովհետեւ Ղուկաս 6:35-ում որ կարդում ենք, ասում է, ուրեմն ողորմած եղեք, ինչպես ձեր հայրն է ողորմած։ Մենք պետք է հասկանանք, որ ամեն ժամանակ, ամեն քո կյանքի ճանապարհներում երբեմն լինում է ժամանակ, որ դու պետք է ինչ-որ մեկին ողորմաս։ Դու պետք է ինչ-որ մեկին ներես, ինչ-որ մեկին հասկանաս, ինչ-որ մեկին աշկ փակես իր ընթացքի համար։ Շատ անգամ ես խոսում եմ սրա մասին, քո եղբոր աշկի շուղը չտեսնես, եթե սիրում ես, դու հաստատ չես տեսնելու։ Ասեմ, որ ովքեր են քրիստոնյաները, ովքեր որ ողորմած են, որովհետև մարդիկ կան, որ իրենց սրտի մեջ սեր չկա, որովհետև երբ որ կարդում ենք Աստվածաշունչը, խոսում է, որ սերն է, որ ամենակարևորն է, որովհետև ամեն բան կասնի, բայց սերը հավիտյան է։ Մենք պետք է սիրենք, որովհետև շատ մարդիկ չունենալով այդ սերը, իրանց կոչում են քրիստոնյաներ։ Լծված մարդիկ, ովքեր որ սիրով լծված են, հենց իրանք են, որ քրիստոնյաներ են, նվիրողները, զոհաբերողները, այդպես խոսում ենք զոհաբերել խոսքը, մենք հասկանում ենք մի անգամ զոհաբերություն, ինչ-որ ողորմություն տալ, ինչ-որ զոհաբերել գումարով, ոչ միայն դա է, այլ զոհաբերելը նա քո կյանքից է։ Եթե ինչ-որ մեկին դու ինչ-որ մի լավ բան ես ուզում անել, դա քո ժամանակից ես տալիս, ոչ միայն ասենք քո վաստակածից ես տալի, այլ քո ժամանակից, քո ներսի այդ ասեմ էներգիան, քո սերը ցուցաբերում ես տվյալ մարդու հանդեպ ու կարեկից ես դնում այդ մարդկանց սկսում ես օգնել։ Ներող չդատող, այսպես անվերջ կարանք մի մեծ շարան խոսեք սրա մասին, բայց սա մեկ խոսքով գալիս է եւ հասկանում ենք, որ մենք պետք է լինենք ողորմած։ Երանի ողորմածներին, որ նրանք ողորմություն կգտնեն։ Ու երբ որ մենք կարդում ենք Հայր մեր աղոթքը ամեն անգամ, ներիր մեզ, ինչպես մենք կներենք, չէ, մեր ում պարտապաններից։ Մեկ այսպես բան խոսք կա, չէ, կարող է գիտես շատ կներես, մտածես պարկա, կարող է գիտես, որ ես քեզ պարտքեմ, չէ, այսպես պորտկումով, ինչպես այդ բառն երևի հայերենի մունատ գալով, չէ, բայց Աստվածաշունչը խոսում է ներիր, ինչպես մենք կներենք Երանի ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն կգտնեն։ Այսօր եթե մենք չլինենք ողորմած, մենք չենք էլ գտնի ողորմություն։ Որովհետև մեր սրբության աստիճանով չի, որ պետք է ժառանգենք երկնքի արքայություն։ Դա Տիրոջ մեծ ողորմությունն է, որ այսօր ես եւ դու պետք է ժառանգենք երկնքի արքայությունը, հավիտենությունը, որ մեզ շատ փոքր բան է բարձ, որովհետև դա մի մեծ անվերջություն է։ Տիրոջ ողորմությունով պետք է մենք փրկվենք։ Այսինքն, եթե ես եւ դու չունենանք այդ ողորմությունը, եթե մենք չլինենք ողորմած, մենք չենք էլ գտնի ողորմությունը, որտեղ խոսքը ասում է նրանք կգտնեն ողորմությունը։ Հին ուխտում մի պատմություն կա 4 թագավորաց 6-ից մինչև 13-ը եւ մինչև 23-ը կարող եք նշել ձեր մոտ 4 թագավորաց 6-րդ գլխի 8-ից մինչև 23-րդ խոսքը կարող եք ամբողջովին տունը կարդալ այդ խոսքերը, այս պատմությունը։ Այստեղ մի պատմություն է, որ Եղիսեի հետ կատարված, որ մենք տեսնելով, որ այդ ժամանակի ընթացքում մի պատերազմ կար, եւ 8-րդ խոսքին ասում է, եւ ասորիների թագավորը պատերազմում էր Իսրայելի դեմ եւ իր ծառաների հետ խորհուրդ արավ եւ ասելով. այս իշտեղը եւ այն իշտեղը բանակ դնենք։ Եվ գիտես, եւ նրանց մոտ քանի անգամ որ նրանք բանակ էին դնում եւ իրանք սկսում են պատրաստվել, եւ Եղիսեին Աստված հայտնում էր այս լուրը
Եվ նա նույնպես հայտնելով Իսրայելի թագավորին եւ նրանք զգուշանալով եւ միշտ ամեն անգամ չէր ստացվում այդ բանակ դնողների ասորիների գունդը եւ գիտես ասորիների թագավորը ասում է 11-րդ խոսքից հիմա չենք imանում թե մեր մարդկանց մեջ ով է Իսրայելի թագավորի հետ այսինքն ով է մեր միջից որ լրտեսում է եւ ամեն բան տալիս է նրան այդ ամեն պատրաստված ամեն հնարքները եւ նրանց ծառաներից մեկն ասեց ոչ իմ տեր թագավոր այլ Իսրայելի Եղիսեին մարգարեին իմացեցնում է Իսրայելի թագավորին այս բաները որ դու խոսում ես քո անկողնու սենյակումը այսինքն դու եթե ասում պարկած այդտեղը եթե մի բան մտածում ես խոսում ես քո անկողնու մեջ սենյակումը ամեն ինչ ասում Եղիսեն փոխանցում է իր թագավորին Եվ նա ասեց գնացեք եւ տեսեք նրան ուր է նրան մարդ ուղարկեց բռնել տալ նրան եւ նրան իմացրի որ ահա դոթայումն է այսինքն այս ինչ վայրումն է որ կոչվում է դոթա այսինքն շատ պարզ էր նրա տեղը մի անգամից իրանց խոսեցին եւ ասում գնացեք բռնեք եւ բերեք նրան Եվ ասում այնտեղ ձիեր եւ կարգեր մեծ զորքեր ուղարկեցին սրանք գիշերով եւ նրան քաղաքը պաշարեցին ասում մի հատ մեծ զորք ուղարկեցին մի հատ Եղիսեի համար բայց Եղիսեն ինքն էր եւ իր հետ ծառան այսինքն նա զորք չուներ եւ ասում գնացին եւ այդ քաղաքը պաշարեցին զորքով ամեն ինչով ասում եւ գնացին եւ պաշարեցին եւ Աստծո մարդը ծառային խոսեց կանչում էր վեր կաց եւ դուրս եք եւ ահա զորքը պատել էր քաղաքը Եվ նրան ձիերն ու կարգերը եւ նրա ծառան եւ նրան ասում էր վայ Տեր ինչ ենք անելու Այստեղ խոսում է որ Եղիսեի ծառան տեսավ այդ ամեն ինչը որ զորքը պատել էր կարգերով եւ ամեն ինչով ասում էր վայ թե ինչ ենք անելու եւ խոսում էր սա Եղիսեի համար Նա էլ ասեց մի վախեցիր որովհետեւ մեզ եղողների հետ ավելի շատ են քան թե եկողները Եվ Եղիսեն խոսում ասում որ Գիտես, մեզ հետ եղողներն ավելի շատ են, քան թե այդ զորքը եւ բանակը որ եկել են, քան թե մնացած եկողները։ Եվ Եղիսեն աղոտ կարեց եւ ասեց. Ով Տեր բաց աչքերը որ տեսնե, թե այսին ծառայի աչքերը նա տեսնի։ Եվ այստեղ գիտես, եւ այստեղ խոսում է որ նրա աչքերը բացեց եւ նա տեսավ որ ասում է սարը լիքներ մեծ զորքերով։ Եվ գիտես Եղիսեն հետաքրքիր է, ուղղակ ես եւ դու եղնեինք, ես իմ տեղն եմ ասում, ես կաղաչեի որ Տեր փրկի այդ զորքը որ ինձ համար եկել է, բայց ինքը տեսնում է որ ինքը մենակ չի։ Եվ ասում է եւ երբ որ նրա աչքերը բացվեց, ասում է թող իր աչքերն բացի որ տեսնի որ մենակ չի, եւ երբ որ նրա աչքերը բացվեց, նա տեսավ որ ասում է ամբողջ սարը պատված էր զորքով։ Մի հատ մեծ զորք կա որ իր հետ կանգնած էր։ Եվ այստեղ Եղիսեն խոսում է ասում է Խնդրեց Տիրոջը, որ ասում նրանց կուրության, այս ժողովուրդն ասում կուրությանով զարկի եւ նրանց աչքերը փակվեց եւ այստեղ խոսք ասում որ այս ամբողջ զորքին ասավ եկեք ձեզ ցույց տամ ուր պետքա գնաք, որտեղ պետքա գտնեք եւ ասում տարավ այդ ամբողջ զորքին կանգնեցրեց Սամարիայում եւ ասում գնալով այդ քաղաքի մեջ թագավորը վեր կացավ կանգնեց եւ խոսքի մեջ ասում որ Եվ Իսրայելի թագավորը ասեց Եղիային, երբ որ նրան տեսավ, խոսում էր եւ ասում էր զարկեմ, հայրին զարկեմ։ Այսինքն այստեղ տեսնում ենք, որ Եղիսեին նա կոչում էր հայր, այսինքն հարգանք կար դեպի Աստծո մարդու մոտ։ Տեսնում ենք, որ հարգանք կար նրա հանդեպ եւ խոսում էր, ինչ որ ցանկանում էր, որ զարկեմ հայրին հարցնելով զարկեմ թե չզարկեմ, այսինքն սա այսպես էր հնչում։ Եվ նա ասեց՝ մի զարկիր, միթե դու սպանելու ես նրանց, որ քո սուրովն ես գերի վերցրել նրանց, ջուր տուր հաստրիր նրանց առաջին, որ ուտեն եւ խմեն, եւ հետո գնալ իրենց Տիրոջ մոտ։ Եվ նրանց համար միանգամից այստեղ խոսքն ասում է, որ նրանց համար հաց եւ ջուր արեցին, եւ նրանք մի մեծ կերուխում արեցին, Եվ ասում է գնացին ասորիների գունդը եւ այլևս ետ չեկան Իսրայելի երկիրը։ Ես այս պատմությունը որ կարդում ենք, ես տեսնում եմ որ Եղիսեն
չվախեցավ, Եղիսեն տիրոջ հետ էր։ Եղիսեն կոչում էր Աստծո մարդ եւ Եղիսեն ողորմած էր ազգին։ Այսօր գիտես շատ անգամներ մենք ինքներս պարտվում ենք չարին, որովհետեւ երբ որ Աստվածաշունչը խոսում է բարիով հաղթենք, չէ՞։ Մենք չենք հասկանում, դա մեզ համար անհասանելի է, դա մեզանից հեռացված է, մենք չենք պատկերացնում, թե սա ինչ է։ Հռոմեացիս 12:21-ում այս խոսքը գրված է, սա մի ամբողջ գլուխ է, որ դու կարող եք կարդալ 12-րդ գլուխ 15-ից 21, ովքեր իրենց ձեռքի տակ ունեն թուղթ ու գրիչ, նրանք հաղթող են, նրանք խոսքը վերցնող են, թող Աստված ձեզ շատ օրհնի, ովքեր որ չունեն, թող ունենան այդ թուղթ ու գրիչը։ Կարող եք նշել ձեր մոտ Հռոմեացիս 12 գլուխ 15-ից 21-ը, բայց ես կարդամ այդ վերջին ներքևի մի փոքր տողը, ասում մի հաղթեք չարից, այլ բարիով հաղթեք չարին։ Այսօր նույնպես շատ բան չի փոխվել։ Մենք Քրիստոսի մեծ սիրով պետք է հաղթենք չար մարդկանց, գիտես, այն մարդկանց, որ իրանց մոտ չկա ճշմարտություն, այն մարդկանց, ովքեր որ իրանք հակառակ են, այն մարդկանց, որ իրանց տեղում չէ։ Այսօր մեզ համար, գիտես, դա պետք է աբսուրդ չդառնա։ Եթե չես փորձել, քո համար փորձի դա քո կյանքում էլ պետք է աշխատի, որովհետև Աստվածաշունչն է խոսում, ասում է՝ մի հաղթիր չարից, այդ բարիով հաղթիր չարին։ Սա շատ կարևոր է, այս պատմությունը թող գա քո մեջ ու թող Սուրբ Հոգին բացի, որ մենք պետք է լինենք ողորմած, որովհետև խոսքն ասում է եւ նրանք գնացին եւ այլևս չվերադարձան Իսրայելի երկիրը։ Ու շատ անգամ ես իմ կյանքիս մեջ ես ինքս տեսել եմ։ Գիտես, մարդ կա, որ ինքը շատ չար բաներ արել է իր կյանքի մեջ եւ մի փոքր բան ճիշտ վարմունքի պատճառով, երբ որ ես իրան շնորհակալություն եմ հայտնել, գիտես, որ 10-ից 1-ը որ ճիշտ արել, գիտես, շատ բաներ կա, որ եթե ես հաշվեի, բայց այդ մի փոքր շնորհակալությունով, գիտես, ինքը հալվել է։ Որովհետև Աստվածաշունչն է խոսում, ասում է, եթե քո հաց եւ ջուր տաս քո թշնամուն, մենք կարդացել ենք, գիտենք եւ ասում է կրակի կայծեր կբերես նրա գլխին, սա շատ կարեւոր է։ Փորձեք ձեր կյանքերի մեջ սա պետք է աշխատի։ Մենք պետք է լինենք ողորմած, մենք պետք է լինենք տարբերվող, մենք պետք է լինենք աշխարհի աղլուսը, ինչպես պետք է լինես աշխարհի լույսը։ Մենք ինքներս պետք է նվիրված լինենք, նվիրվող լինենք, պատվենք միշտ սրա մասին խոսացել եմ ու շատ խոսամ, որովհետև սա մեր բնավորությունը պետք է դառնա։ Այդ խաղաղությունը, որ կա միշտ խոսում եմ այստեղից, ես հասկանում եմ միշտ խոսել եմ դրա մասից, նորից խոսում եմ դրա համար այդ խաղաղությունը պետք է ես միշտ խոսամ, որովհետև խոսքն ասում է նմանվեցեք ինձ, որովհետև ես հենց եմ խոնար անցած ծառայությանը 4 շաբթի խոսացել սրա մասին։ Եկեք նմանենք մեր Աստծուն, փառք մեր Տիրոջը։ Գիտես, երբ որ խոսում ենք արդյունությունից, վերջերս մեր մայր եկեղեցում ծառայության ժամանակ, երբ որ լսեցի, երբ որ խոսքը սրա մասին է, որ մենք պետք է մեր տներից սկսենք արդյունությունը, սա շատ կարևոր բան է։ Եվ մեր տներից պետք է սկսենք մեր արդյունությունը, որտեղ մենք պետք է սկզբից լինենք մեր տան մեջ աղ եւ լույս։ Եվ պետք է սկսենք մեր բարեկամների հետ աղ ու լույս լինելով։ Եթե մեզ բարեկամ բառը, երբ որ տեսնում ենք, ռուսերեն խոսում են, ասում են ռոստվինիկի, չէ՞, ասենք, բայց բարեկամ բառը հետաքրքիր ձևի, ես երբ որ ինձ սկսում եմ արմատներին նայել, տեսնում եմ, որ խոսքը սրա մասին է, բարի կամեցողների մասին։ Վերջերս մեկին ինչ-որ մի կարամ ասեմ քրոջս տունը, երբ որ վերջերս ստացել էր, շատերը գիտեք իրան, շատերը գնացել եք իրաց տուն, եւ շատերը պետք է գնաք, իշքան վերջերս լսեցի։ Գիտես, այդ մարդկանց մոտ այդ ուրախությունը գնում է կիսելու։ Ու գիտես, շատ հետաքրքիր է, որ այդ բարեկամները հավաքվում են ու շատ հիանալի է, որ այդ մարդիկ իրոք բարին են ցանկանում։ Կամ բարեկամներ, ասում են, լավ է մոտիկ հարևանը, քան թե հեռու բարեկամը, չէ։ Երբեմն այդ բարեկամությունը մենք ինքներս ենք հեռացնում։ Ես օրինակ ունեմ բարեկամ, որ ինքը շատ Հայաստանում գտնվելով, մենք, գիտես, գիտենք իր, ասենք, առողջական վիճակը, իր հաղթանակները, իր պարտությունները, մենք տեղյակ ենք, մենք կապված ենք իրար հետ։ Գիտես,
Այսօրվա ժամանակվա ընթացքում, երբ որ կա այդ հեռախոսներ եւ ամեն ինչ, դժվար չի քեզ զանգես, իմանաս։ Այսինքն այդ մենք եք հեռացնում այդ ամեն ինչը։ Կարաս ունենաս բարեկամներ, բայց նրանք քեզ չկամենան այդ բարիությունը, չուրախանան քեզնով ու սա արդեն դա բարեկամ չի։ Նա չի կամենում քեզ բարիք։ Եթե նա քեզ չի կամենում բարիք, այսինքն դա չգիտեմ ինչ ասենք, նորմալ չի այս ամեն ինչը։ Բայց այստեղ գիտես շատ ժամանակ մենք ինքներս պետք է մենք քննենք մեզ, արդյոք մենք դրա մասն ու բաժինը չունենք, որ իրանց հետ բարեկամ չենք։ Այսինքն այդ բարեկամական այդ կապը չկա։ Գիտես այստեղ մենք պետք է լինենք առաջինը, մենք պետք է նմանվենք մեր Աստծուն, մենք ինքներս նորից խոսում եմ սրա մասին, որ պետք է լինենք սիրող, զոհաբերող, ներող, չդատող, բարձրացնող, պատվող, գիտես սա շատ կարևոր է։ Երանի ողորմածներին, որ նրանք ողորմություն կգտնեն, ողորմենք, որովհետև իր արարքներով, սրա մասին վերջերս խոսել եմ, եթե եկեք հաշվեք նրանց բարի վարքը, ասենք, բարի, այսպես ասեմ, ավելի ճիշտ կերնի, արարքները կամ ասենք իրանց այդ ընթացքը, ասենք, այդ արած գործերը, եթե մենք նայենք իրանց այդ սխալների, մենք չենք տեսնի ոչ մի բան, մենք չենք ունենա բարեկամներ, մենք այսօր հարուստ ենք մեր բարի կամեցողների, բարի կամեցողներով, այսինքն բարեկամներով, որ մեզ բարիք են կամ, եթե չունես դու, այսինքն նորմալ չի, այսինքն դրա մեջ դու էլ ունես բաժին, որ դա նորմալ չի։ Ղուկաս 16 առաջի գլուխ 9-րդ խոսքը անիրավ տնտեսի մասին է խոսքը։ Եվ այս պատմությունը ամբողջ չկարդա, մենք գիտենք, որ կար մի տնտես, որ իր համար մի բողոք եղավ, որ ինքը չի տնտեսում եւ իր գործի մեջ ինքը ճիշտ չի։ Դա մենք գիտենք, որ ոչ միշտ այդ բողոքները տեղի։ Եվ հետաքրքիրը սա է, որ ինքը Աստվածաշունչը խոսում ասում է, որ Տերը գովեց այս անիրավ տնտեսին։ Ու գիտես նրա գործը որն էր, ասում է, ես չեմ կարող մուրամ ու ինչ պետք է անեմ, եւ ասում է շատ մարդկանց պարտքեր իրանց մեծ չափով ինքը ներեց այդ պարտքերը։ Դες այն ժամանակվա այդ հարկ ու տուրքը, որ կա ժողովրդից, որ վերցնում էին, եւ երբ որ դուրս եկավ եւ ասում է մարդկանց մեջ, եւ ինքը ասում է շատ մեծ ողորմություն գտավ, որտեղ շատ մարդկանց հանդեպ ինքը ճիշտ վարվելով, այդ մարդկանց մեջ ինքը գտավ ողորմություն։ Եվ 8-րդ խոսքը ասում է, եւ ետ գովեց անիրավ տնտեսին, որ իմաստություն գործեց, որովհետև այս աշխարհի որդիների, լույսի որդիներից իմաստուն եղավ։ Այսինքն ես եւ դու լույսի որդիներ ենք, բայց անիրավ տնտեսը մեզանից ավելի իմաստուն գտնվեցավ։ Այսինքն այդ իմաստուն գտնելով ինչ արեց նա ինքը եղավ ողորմած։ Բարիք արավ, որ ինքը գտավ նույնպես այդ բարիք իրենց մեջ։ Եվ ես ասում եմ ձեզ, անիրավ մամոնայից բարեկամներ արեք ձեզ համար, որ երբ որ պակասիկ հավիտենական կյանք ունենաք։ Այսինքն ոչ մենակ այստեղի համար, այսինքն հավիտենական կյանքի մասին է խոսում, որ երբ որ մենք լինենք ողորմած, եթե մենք ողորմած չլինենք, մենք երկնքի առկայություն մտնելու համար ողորմություն չենք գտնի։ Սա շատ կարևոր է։ Եվ այս երկրի մեջ ունենանք բարեկամներ անիրավ մամոնայից, այսինքն մենք պետք է լինենք, մենք պետք է շրջապատված լինենք բարեկամներով։ Էլ է խոսում սրա մասին, որ Աստվածաշունչն ասում է, որ լույսի որդիներից ավելի իմաստուն գտնվեց։ Այսօր մենք պետք է իմաստուն լինենք, որ պետք է բոլորի հետ ունենանք հաշտություն։ Ինչպես Աստվածաշունչը ասում է, որ ինչքան որ ձեզանից հնարավոր է, որ ձեզանից կախված է, որ ունենանք այդ խաղաղությունը եւ հաշտությունը։ Մենք ես մեկին գիտեի, ինքը այսպես մի խոսք էր վերցրել Աստվածաշնչից, ինքը ասեմ քեզ, որ մի թեթև ծանոթ էր Աստվածաշնչի խոսքի, բայց ինքը եկեղեցի չէր հաճախում եւ խոսքը սա էր, որ ասում է տվեք եւ պիտի ձեզ տրվի, ու ինքը գիտես ինքը ասեմ, որ ժլատության ոգով բռնված ինքը միշտ սպասում էր, որ մարդկանցից ավելի շատ աղբի։ Ու գիտես ինքը իրանց այդ ցեղին, այսպես ասեմ, այսպես մի հատ մականուն կար, որ իրանց ասում էին նրանք տոբրակ,
Ինչի համար տոպրակ, որովհետև իրանք միշտ հավաքում են եւ իրանք ունեն այդ տոպրակը։ Նո այսպես ինքը բարձավ, այսպես խոսք են դրել իրանց մեջ, այսպես այդ ազգին այդպես դրել են։ Ու գիտես ինքը միշտ հավաքում էր, ինքը ոչ մի բան չէր տալիս։ Ու իր այդ խոսքը սա էր, տվեք, որ ձեզ պիտի տվի, ամեն պետքա տանք, որ մեզ տվի, բայց գիտես, երբ որ դու բռնված ես, երբ որ միշտ պետքա պահանջում ես, որ քեզ պետքա տան, դա շատ ողբալի վիճակ է։ Ողորմելի վիճակի մեջ ես, երբ որ դու միշտ ակնկալում ես, որ քեզ պետքա տան, այսպես մենք ինքներս պետքա նվիրող լինենք։ Ու գիտես, ես հանդիպել եմ այդ ձևի մարդկանց, որ իրանք միշտ այդպես իրանք խղճահարույց, այսպես մի վիճակ են ստեղծում, որ իրան միշտ խղճան, իրան միշտ ողորման, իրան միշտ նվիրեն, իրանք միշտ այսպես, չգիտեմ, ոչ միշտ իրանք գոհանում են։ Ու սա շատ, գիտես, սա ցավալի վիճակ է, որովհետև մենք պետք է շատ զգույշ լինենք, որովհետև խոսքն ասում է, որ տալը լավ է, քան առնելը։ Ես այստեղից միշտ խոսել եմ սրա մասին եւ խոսեմ, որովհետև մեր սիրելի ավագ Հովիկ Գորմեխակյան ինքը շատ այդպես աֆորիզմներ ունի, որ վերջ չկա ու սա շատ ես սիրում եմ, որ խոսքն ասում է, որ այստեղից ես խոսել եմ իհարկե, տալը լավ է քան առնելը, երբ որ տալիս ես, երբ որ քեզ են նվիրում, դու լավ ես զգում, իսկ երբ որ դու ես նվիրում, դու քեզ ինչ ես զգում, մարդ ես զգում։ Թող սա ձեր համար էլ պետք է թող միշտ հիշեք սա շատ կարևոր է։ Դուք ինքներդ էլ գիտեք, երբ որ դու ինչ-որ մեկին մի բան անում ես, դու քեզ ինչ ես զգում, մարդ ես զգում։ Դա սա ասեմ, որ դա մարդու որակներից մեկը, որ Աստված ուզում է, որ մենք ինքներս նմանվենք մեր Աստծուն, որովհետև ել եմ խոսում սրա մասին, որ երբ որ մենք կարդում ենք, ասում ենք, որ դուք որ չար եք, գիտեք ձեր երեխաներին բարիք անելու։ Եկեք մենք ոչ թե չար լինենք, այլ նմանվենք մեր Աստծուն։ Որ մենք չար չլինենք, այլ լինենք մեր Աստծու նման, որովհետև ինքը ողորմած է, որտեղ ինքը օրհնող է, ինքը սիրող է, ինքը նվիրող է, ինքը զոհող է, չէ՞։ Մենք չմնանք չար, այլ լինենք մեր Հորը նման, որ երկնքում է, փառք Աստծուն իրան, նմանվենք Աստծուն, փառք մեր Տիրոջը։ Սիրիր, սա ինքս արդեն ինչ-որ գործողություն է։ Դու չես կարող ուղղակի սիրես, ասես ես քեզ սիրում եմ։ Դա ասեմ քեզ սա գործողություն է, ինչ-որ զոհողություն է, ինչ-որ մի քայլ պետք է կատարես, ինչ-որ մի բան պետք է նվիրես, չէ, ինչ-որ քեզից պետք է վերցնես եւ փոկես տաս։ Սա ինչ-որ գործողություն է։ Ու գիտես, երբ որ խոսում ես, ասում է, ով որ իր եղբորը ատում է, եւ ասում Աստծուն ասում է, ես սիրում եմ քեզ, նա ինչ անում, ինքն իրեն ստախոս անում։ Չենք սիրում մեր Աստծուն, եկեք մենք մեզ ստախոս չանենք, եթե մեր եղբորը, գիտես, երբեմն եղբայրներ կան, որ իրանց արարքներով, դիրքով, կարգով, իրանց վարքով, իրանք իրոք լավը չեն, բայց Աստվածաշունչը խոսում ասում է դու նրանց ընդունիր ինչպես հեթանոսների պես։ Այսինքն ընդունի գոնե ինչ-որ մեկին, որ ինքը ուղղակի ինչ-որ մեկն է։ Բայց երբ որ գալիս է, երբ որ դու քո ներսդ գալիս է ատելություն, այդտեղ պետք է մենք շատ զգույշ լինենք։ Որտեղ այդ ատելությունը մենք չենք շարժանգելու երկնքի առկայությունը, ինչի համար, որովհետև մենք արդեն ողորմած չենք։ Սա շատ կարևոր է, այսինքն երբ որ մենք առաջին պատվիրանը որ նման է, չէ, խոսքն ասում է սիրիր քո եղբորդ քո անձիդ պես, այսինքն սա գործողություն է, մենք ինչ-որ մի բան ունենք անելու։ Մենք չենք կարող ձեռքերս ծալած, ասենք ես քեզ շատ սիրում եմ, շատ հարգում եմ, բայց ոչ մի բան չկա։ Սա շատ կարևոր է։ Ասեմ, որ վերջերս մի տեղ կար մի խանութում, երբ որ մոտիկ մարդիկ կային, եւ այնտեղ մտնելով խոսքի մեջ տեսնում ես այդ ամբողջ այդ ընթացքը, ամեն ինչ լավ է, ու ուզում ես օրհնակի խոսքեր ասես, բայց օրհնակի խոսքերից առաջ ավելի շուտ հնչեց այդ խոսքերը, որ Աստված թող ձեզ շատ օգնի, եթե դուք ձեզ ազնիվ պահեք եւ մեկը մյուսի հանդեպ, սա ոսկե կանոնն է, մենք լավ գիտենք։ Ու ձեր մոտ կլինի մեծ օգնություն եւ Աստված ձեզ շատ կօգնի։ Ես կարաս ասես Աստված ձեզ շատ օգնի ու դուրս կասես։ Տվյալ ինչ-որ կլինի, ասենք այդ խանութ կլինի ինչ-որ մի գործարան, որ այդ մարդիկ քեզ
Բայց երբեմն գիտես Աստծո խոսքը դժվար է խոսելը, բայց պետք է խոսես ու ասես այդ խոսքերը։ Եթե ձեզ ազնիվ բայ մեկը մյուսի հանդեպ, որովհետև Աստվածաշունչը խոստացում ասում է ինչ որ կամենաս որ քեզ անեն, դուք ինքներդ արեք, սա ոսկե կանոնն է, մենք ինքներս գիտենք սրա մասին։ Եթե ոսկե կանոնի մեջ մնանք, այդ բիզնեսը կսկսի ծաղկել։ Դու պատկերացնում ես ամեն մի լուման այնտեղ չի կորում։ Ամեն մի բան սրտացավությունով դու քո խանութի տիրոջ հետ ես եւ նա ինքը քո հետ նույնպես ուզես թե չուզես սա ճիշտ դիրքերի մեջ ալնում եւ Աստված օրհնելու է եւ գիտես Աստվածաշունչը խոսում ասում է որ Աստված ատում է խարդախ կշերկը, չէ՞, մենք լավ գիտենք Աստվածաշունչի մեջ։ Ու սա շատ կարեւոր է։ Աստված ատում է, սա մենք պետք է ինքներս հասկանանք։ Սա նորից խոսում է որ մենք պետք է լինենք ողորմած։ Սա շատ կարևոր։ Նորից խոսում եմ սրա մասին, որ մենք ամուր ենք մեր բարին կամեցողներով, այսինքն բարեկամներով։ Մենք ինքներս պետք է աղոտ լույս լինենք, մենք ինքներս պետք է դրա մեջ առաջինը լինենք, որ մեր բոլոր շրջապատված լինենք բարի կամեցողներով։ Սա շատ կարևոր է, սա շատ մեզանից կախված այդ ամեն ինչը։ Արթնություն էլ եմ ասում, մենք ոչ թե պետք է սպասենք ազգի արթնությանը։ Ես ես վերջերս մի երազ տեսա, որ ինձ համար հետաքրքիր էր, այս ամեն ինչի հետ աշխարհի կարելի ասած խառը վիճակի հետ ես տեսնում եմ արթնություն եւ ոչ միայն իմ երազից մեջ, ես տեսնում եմ որ կա իրոք այդ արթնությունը, որ խոսում եմ։ Ես տեսնում եմ Աստվածաշունչը խոսում ասում է որ քեզ կօրհնեմ Աբրահամին, ասում է քո սերունդը ծովի ավազի չէ, հետա վերում, որ տեսնում ես ծովի ավազի քանակը անսահմանափակ մեծ չգիտես ինչ է։ Եվ ես տեսնում եմ, որ ծովի բոլորը մարդիկ կային, որ միաբերան երգում են և փառք են տալիս Աստծուն։ Գիտես, երբեմն ես ցավ եմ ապրել, տեսնելով ասենք այդ ծովափների այդ բազմությանը, որ իրանք գիտես շատ քիչ են, որ կարող այնտեղ լինեն հոգևորներ ու ասում ես մարդիկ միթե պետք է ամբողջը դժոխք գնան։ Բայց Աստվածաշունչը խոսում ասում է վերջին օրերին ես հոգիս կթափեմ ձեզ վրա, գիտես այսօր մենք տեսնում ենք համատարած եկեղեցիները աճում են, մեծանում են, երեք մեր ասեմ որ մայր եկեղեցու ծնունդը եւ այնտեղ տեղ չկար, գիտես եկեղեցու մեր դալիճում տեղ չկար։ Ու շատ ողջունելի է սա։ Այսօր գիտես մարդկանց պետք չէ ստանոթացնել ճիշտ ապրելը, բոլորն էլ գիտեն։ Այսօր մեծ արթնություն կա փառք Աստծուն, բայց ասեմ ձեզ, որ արթնությունը գալիս է ինձնից քեզնից, որ մենք պետք է սկսենք մեր բարեկամների մեջ, մեր հարազատների մեջ, գլուխներս բարձր, ճակատներս բարձր, այդպես ասել, գլուխներս բարձր, պետք է Տիրոջ խոսքը խոսենք իր համով, հոտով, չէ։ Փառք Աստծուն, սրա մասին ես միշտ խոսացել եմ ու խոսամ։ Մեր ընտանիքներից պետք է սկսենք մեր արթնությունը մեր բարեկամներից, որ մեզ բարի կամեցողները շատ լինեն, մենք ինքներս պետք է լինենք ողորմած։ Երանի ողորմածներին, որովհետև նրանք կգտնեն ողորմություն։ Եկեք լինենք ողորմած։